Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում եմ պիցա, իմ ունիվերսալ խմորը արդեն իսկ ունեմ իմ ալիքում, կարող եք նայել, պատրաստում եմ պիցա, ցանկացա արագ իմից ձեզ նույնպես ցույց տալ, գնդել եմ, թողել եմ հանգստացել, մեջտեղից բացելով եկել եմ, ծերերը թողել եմ ավելի մի քիչ հաստ, մեջտեղ ենք բացում, ծերերը լավ չենք բացում, հիմա վրան քսելու եմ մայոնեզ, կետչուպ, և շարունակությունը հիմա ցույց կտամ։ Ահա, քսեցի կետչուպ մայոնեզը, հիմա սրան վրա լցնում ենք ձորկած պանիր, եթե աղիակ լցնում եք քիչ սիրելիներս, որպեսզի շատ աղի չստացվի, այսպես համատարած տարածում ենք։ Սիրելիներս, արդեն իսկ շարեցի երշիկները, կարող եք դուք նրբերշիկ, կարող եք եգիպտացորեն մարինացված, ինչ ցանկանում եք։ Ես այս պահին լցրել եմ, քսել եմ կետչուպ և մայոնեզ, պանիր, երշիկ և սառեցված սարսարանում ունեի կտրատած պղպեղ, պահում եմ և խաշլամայի և պիցաների համար, շատ լավ է ստացվում, կարող եք չթողնել շատ հետ գա, հետո նոր, հենց հանում եք վրան շարեք ու դրեք ջեռոց, հիմա դնեմ ջեռոց, վերջնական արդյունքով ցույց կտամ։ Ահա սիրելիներս, սա էլ վերջնական արդյունքը, շատ համեղ, մենք արդեն համտեսեցինք, շատ համեղ պիցա է ստացվում, փորձեք և դուք, ունեմ իմ ալիքում ունիվերսալ խմորի բաղադրատոմսը, փորձեք և գրեք ձեր կարծիքը, տեսնեմ ինչպես է ստացվել ձեզ մոտ։ Այսօր էլ այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում, ցտեսություն։